Գորիսում մեկնարկել է Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված գործակցության 5-րդ համաժողովը։ Հայաստանի փոխարտգործնախարարը նշել է, որ բարձր են գնահատում Ֆրանսիայի աջակցությունը մեր ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ ժողովրդավարության հետագա ամրապնդմանը, երկկողմ եւ եվրոպական ձևաչափով Ֆրանսիայի ցուցաբերած օժանդակությանը Հայաստանի պաշտպանական կարողություններին։ Կոստանյանն անդրադարձել է նաեւ խաղաղության համաձայնագրին եւ նշել, որ վերահաստատում է, որ Հայաստանը պատրաստ է անհապաղ ստորագրել, հետագայում նաեւ վավերացնել այն։ Կարող եմ վստահեցնել, որ կողմերի բոլոր մտահոգությունները հասցեագրելու ամենահստակ, ուղիղ եւ ամենակարճ ճանապարհը համաձայնագրի ստորագրումն ու վավերացումն է, որով խաղաղ համակեցության դարաշրջան կբացվի մեր տարածաշրջանում։ Տիկնայք եւ պարոնայք, Հայաստան-Ֆրանսիա ապակենտրոնացված համագործակցության 5-րդ համաժողովի անցկացումը Սյունիքում եւս խաղաղության եւ համագործակցության հստակ ուղերձ է պարունակում։